Զանգահրատարակչությունն առաջին անգամ հայերեն ներկայացնում է իտալացի գրող, սցենարիստ, ռեժիսոր Դոնատո Կարիզիի «Հոգիների դատարանը» միստիկ թրիլլերը Լուսինե Աբովյանի թարգմանությամբ։ Կրթությամբ իրավաբան Կարիզին տարիներ շարունակ մասնագիտացել է քրեագիտության և վարքաբանության ոլորտում, և նրա գրքերը հիմնված են բացառապես մասնագիտական փորձառության, անձնական դիտարկումների և իրական դեպքերի վրա։ Կարիզիի բեսթսելերների շարքը շատ արագ միջազգային մեծ ճանաչում է նվաճել և այսօր արդեն թարգմանվել է 30-ից ավելի լեզուներով, միլիոնավոր օրինակների վաճառքի ցուցանիշ բերելով հեղինակին։ Իտալացի ժամանակակից ամենապահանջված գրողներից մեկին մեծ հեղինակություն բերեց նաև նրա ռեժիսորական դեբյուտը, երբ 2017-ին նա էկրանավորեց իր իսկ հեղինակած «Աղջիկը մշուշի մեջ» ֆիլմը, որի համար Կարիզին արժանացել է Դոնատելլոյի անվան կինոմրցանակին։ Կարիզին սիրում է փրփրել մարդկային հոգու մութ անկյունները և մշտական լարվածության մեջ պահել ընթերցողին։ Այդ իմաստով «Հոգիների դատարանը» միստիկայի, առեղծվածների և հանելուկների իսկական խառնարան է։ Շատ գեղեցիկ ու հետաքրքիր ձևով հյուսում է այս պատմությունը, շատ անսպասելի անցումներ կան պատմության մեջ, շատ անսպասելի բացահայտումներ, որոնց միջոցով, այսինքն թվացյալ այդ բազմաթիվ գործողությունների ֆոնին, որոնք թվում են կենտրոնում են սյուժեի տակը, մենք նշմարում ենք նաև մարդու էության, ինքնության, չարի, բարու, պատժի, վրեժի այս հարցերը, դրանց արդարության, աստիճանի, ընդհանրապես ընտրության մասին մարդու անընդհատ որ կատարում է։ Գրքի գլխավոր հերոսներից մեկը հավերժական քաղաքն է՝ Հռոմը։ Կարիզին խորապես համոզված է, որ վեպերի գործողությունների վայրը նույնպիսի կերպար է, ինչպիսին հերոսներն են։ Այստեղ Հռոմը հակասությունների կիզակետ է, իր ցնցող պատմությամբ ու գեղեցկությամբ և միաժամանակ կատարյալ միջավայր է չարիքի համար։ Վեպի շատ գաղտնիքներ և շատ ակնարկներ արտացոլվել են նաև մեր հրաշալի կազմում։ Այստեղ կարող ենք տեսնել տղամարդուն, որը հոգևորականի զգեստ ունի, երեխայի կիսադեմ, Հռոմը, Վատիկանը, քանի որ կաթոլիկ եկեղեցին շատ կարևոր դեր ունի այս պատմության մեջ, Հռոմի տեսարաններ, քանի որ Հռոմը ևս կարելի ասել այստեղ քաղաքը գործող անձ է։ Հեղինակը հոգեբանական ամենանուրբ ուրվագծերով է ստեղծում անոմալիաների որսորդի կերպարը, նաև արձանագրում է՝ մահը թաքնված է մանրուքների մեջ։ Կարիզիի վեպերը շատ ավելին են, քան թրիլերի առեղծվածների բացահայտումը, որպես կանոն դրանք պատումներ են չարի ու բարու էության և դրանց միջև մարդու հավերժական ընտրության մասին։ Ինքը Կարիզին փաստում է՝ իմ գրքերում չկան բարի կամ չար կերպարներ, նրանք բոլորը այս կամ այն կերպ անիծված են։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։